Պարոն Մինասյան, Այդպես խնդրում եմ ասեք մեջբերեք պարոն Հակոբյանի այն կոնկրետ բառերը դաշնակցության մասին, որոնք որ դուք համարում եք հերյուրանք։ Խնդրում եմ մեջբերեք, ոչ թե ասեք, որ մենք պիտի կարդացած լինենք, որովհետև եթե դուք մտածում եք, որ եթե մենք կարդացել ենք, ապա դուք պետքա մեզ չբերեք, հետեւաբար այդ նույն տրամադրությունը դուք պետքա հիմնական զեկուցում չունենայիք, որովհետև մենք կարդացել ենք։ Խնդրում եմ հստակ մեջբերել, թե որ բառերն են հատկապես ձեզ համար հիմք ծառայել, որպեսզի դուք դա համարեք հերյուրանք։ Ուրեմն, պարոն Կոնջյան, նախ հստակեցնեմ, եթե Սահմանադրության կարգավորման, օրենքի կարգավորման այդ նորմը լավ չասեցի, նորից հստակեցնեմ։ Նախ հերյուրանքից զատ, հերյուրանքին կանդրադառնամ։ Սահմանափակումը հետևյալն է. հանձնաժողովի անդամը իրավունք չունի հրապարակային քաղաքական գնահատական տալ քաղաքական ուժերին։ Սա է ձևակերպում ըստ էության, քաղաքական չեզոքության իմաստը սա է։ Նույնիսկ եթե գովաբաներ, միևնույն է իրավունք չուներ։ Բայց հիմա, այսինքն այս առումով խախտումը շատ ակնհայտ է։ Նորից եմ կրկնում, կապ չունի, ինչ գնահատական հրապարակային հնչեցրել, վարկաբեկման տվյալ դեպքում ինչ քայլ է արել, երբ որ ասել է դաշնակցության գաղափարախոսությունը վտանգավոր գաղափարախոսություն է։ Սա կուսակցությունը վարկաբեկելու փորձ է։ Փորձ։ Կամ դաշնակցության մեր պատմական դժբախտությունների մեջ դաշնակցության մեղքը շատ մեծ է։ 10-րդ դարից համեմատելով ոչ ավել, ոչ պակաս Հակոբ Հակոբյանը 10-րդ դարից հայ ժողովրդին պատճառված վնասներով մեծամասնությունը դրել է դաշնակցության վրա, վերջին 135 տարվա վրա։ Այսինքն մի քիչ էլ ճիշտ կլներ հետ գնար պարոն Հակոբյանը, հայ ժողովրդի կազմավորման ժամանակահատվածից Հայկ Նահապետին համարելով դաշնակցական, Տիգրան Մեծին համարելով դաշնակցական, մի հատ էլ ներկայացներ տարածքային պահանջներ հարևանների նկատմամբ ներկայացվող Տիգրան Մեծին եւ այսպես շարունակ։ Էլ չասած, որ նաև որոշակի քաղաքական ընկալման տեսակետից, վիրավորական է այն գնահատականը, որ իսկապես հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարում հսկայական դերակատարություն ունեցած եւ իր զավակներին նահատակած կուսակցության վերաբերյալ նման արգահատելի մոտեցում է ցուցաբերում։ Գիտեք, դժվար է, երբ որ որպես հայ ժողովրդի մի զավակ, ես պատկերացնում, ես իդեպ դաշնակցական դարձել եմ շատ ավելի ուշ տարիքում եմ դարձել, եւ ես падգամավոր եմ, երբ որ կուսակցական եմ դարձել։ Այսինքն ոչ թե ստացել եմ կուսակցականությունը նոր եմ եկել падգամավոր, եւ իմ համար վիրավորական է նաեւ, երբ որ մեր պատմության մեջ այդ հերոսական անցյալի վերաբերյալ նման գնահատականներ են հնչեցվում։ Այս ամենը անընդունելի, մերժելի է։ Նորից եմ կրկնում, պատրաստ եմ բանավիճել, բայց անթույլատրելի եմ համարում Սահմանադրության պահանջի խախտումը։ Արձագանք։ Պարոն Մինասյան, կհստակեցնեք խոսքը քաղաքական զսպվածության, թե քաղաքական չեզոքության մասին է, եւ դուք այս երկու հասկացությունների մեջ տարբերություն տեսնում եք, թե չեք տեսնում, քաղաքական զսպվածության եւ քաղաքական չեզոքության։ Տեսեք, այդ նույն հարցը նաեւ պարոն Հակոբյանն է փորձել կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում քննարկման առարկա դարձնել։ Այս դեպքում անշուշտ ոչ, որտեղ զսպվածության, չեզոքության արտահայտման դրսևորումը տվյալ դեպքում արտահայտվում է նրանում, որ չպետք է հրապարակային խոսքում, հրապարակային վարքագծում, խոսքը հրապարակայինի մասին է, ոչ թե քո ներքին համոզման։ Դու կարող ես ունենալ ներքին համոզում, ունենաս քաղաքական համոզում, ունենաս, չգիտեմ, սոցիալական համոզում։ Խոսքը չեզոքության եւ զսպվածության մասով արտահայտման ձևի մասին է։ Արտահայտումն է, որ այս դեպքում տարբերություն չի դնում չեզոքություն է, թե զսպվածություն է։